Ողջույն սիրելի ներկաներ, ինչպես արդեն գիտեք, մենք 9-րդ դասարանի աշակերտներն ենք։ Արդեն 3 տարի շարունակ մենք կատարում ենք զանազան նախագծային աշխատանքներ, այդպիսով նպաստելով հանրակրթական դպրոցներում նոր չափորոշիչի լավագույն ներդրումը դպրոցներում։ Նախագծային աշխատանքը լավ հնարավորություն է։ Նախագծային աշխատանքի ընթացքում մենք սովորում ենք նոր բաներ, ինքներս ենք մտածում, ստեղծում և ներկայացնում մեր գաղափարները։ Նախագծային աշխատանքի ընթացքում գրքից սովորելու փոխարեն մենք ինքներս ենք փնտրում տեղեկություններ և աշխատում խմբով և ստեղծում ինչ-որ նոր բան։ Նախագծային աշխատանքի Պատկերված է լոգոն, որը ստեղծել է նույնպես մեր թիմը։ Սա խաղադաշտն է, որի վրա անց է կացվում խաղը։ Սրանք հարցաքարտերն են, որոնց վրա նշված հարցերին պետք է պատասխանեն խաղացողները։ Խաղը նախատեսված է 2 հոգու համար, սրանք նրանց խաղաքարերն են, և զառի գցած նետած թվով պետք է առաջ քայլեն պատասխանելով հարցերին։ Հաղթում է այն մասնակիցը, ով առաջինն է հասնում ատենադարան։ Նախագծային աշխատանքի ընթացքում մենք ստեղծեցինք գործնական և մի գեղեցիկ սահիկ, որը միաժամանակ կրթական և ոգեշնչող նշանակություն ունի։ Այնտեղ գրված բոլոր նյութերը և տեղեկությունները կօգնեն սովորողին ավելի լավ ընկալել հայոց լեզվի ներկայությունները, զարգացնել լեզուն և զարգացնել հայոց լեզվի մշակույթը։ Եվ այսպես մեկից ավելի միտք հաճախատող նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն։ Բարդ նախադասությունները լինում են երկու տեսակի՝ համադասական և ստորադասական։ Համադասական